Ինչու են մեր պատմիչները հայոց այբուբենը վերագրում աստվածային ձեռքին և շնորհին։ Ով էր Մեսրոպ Մաշտոցը, ում հաջողվեց ստեղծել այդպիսի կուռ համակարգ։ Ինչ կապ կարող են ունենալ հայ հոգևորականի գրի առած տառերը մաթեմատիկական և երկրաչափական բարդագույն բանաձևերի ու հաշվարկների հետ։ Արդյոք մենք ամեն ինչ գիտենք մեր այբուբենի մասին։ Մենք քայլում ենք այս հողագնդի վրա մտածելով, որ հանդիսանում ենք երկրագնդի վրա երբևէ գոյություն ունեցած ամենազարգացած քաղաքակրթության ներկայացուցիչները։ Սակայն մեր զարգացած գիտությունը չի կարողանում բացատրել հազարավոր տարիներ առաջ ապրած պարզամիտ մարդկանց ստեղծած բազմաթիվ կառույցների թերևս ոչ տեխնոլոգիան, ոչ էլ նշանակությունը։ Ավերակներ, որ ապշեցնում են գիտնականներին ու հնագետներին, քանի որ դրանք հնարավոր չէ վերարտադրել անգամ արդի տեխնոլոգիական լուծումներով։ Իսկ ինչ եղավ այդ զարգացած քաղաքակրթության հետ։ Ինչպիսի գլոբալ աղետի պատճառով այն ավերվեց, կորցնելով իր ֆունկցիոնալ նշանակությունը, և ուր կորավ գիտելիքների այդ հսկայական պաշարը։ Մենք բոլորս այս երեխաների նման մանուկ հասակում դպրոց հաճախելու առաջին օրվանից սովորել ենք մեր այբուբենը, ամենևին չպատկերացնելով, որ արտաբերում ենք մեզ ի պահ տրված գերմարդկային գիտելիքների հնչյունները։ Մենք կայինք նաև նրանից առաջ և դարեր առաջ, այսպես սկսվում է Պարույր Սևակի «Եվ այր մի Մաշտոց» անուն պոեմը։ Մեծանուն բանաստեղծը ևս մեկ անգամ փաստում է այն, ինչ ապացուցել են պատմությունն ու հնագիտությունը։ Մաշտոցից առաջ մենք կայինք դարեր և կայինք որպես միահամուռ ազգ իր ուրույն մշակույթով և կրոնով։ Ըստ խորենացու, աստվածային զարմանալի ձեռքը երևաց Մաշտոցին աղոթքի ժամանակ և նրան տվեց հայոց այբուբենի տառերը։ Շատ գիտնականներ ու լեզվաբաններ այս փաստին հպանցիկ են վերաբերվել, վերագրելով այն ավելի շատ ավանդույթանման մի գեղեցիկ պատումի։ Սակայն տարեցտարի կատարվում են նոր ուսումնասիրություններ, ի հայտ են գալիս տեսություններ, անհերքելի փաստեր, որ Մաշտոցյան այբուբենը իր մեջ թաքցնում է մեզնից ծածուկ պահված իմաստներ, խորհուրդներ, օրինաչափություններ, և այդ օրինաչափությունները չեն ենթարկվում տարածության և ժամանակի սահմանափակումների։ Քնի մեջ լսում ես երաժշտությունը և արթնանալով այդ պահը կեսքում, կեսարթուն վիճակում անմիջապես վերարտադրում ես այն։ Երբ մի բանի մասին շատ ես մտածում, անհնարին է, որ դրա երկունքը չունենաս, իմասնավորը, երբ որ զբաղվում ես այդ խնդրի հետ, խնդրով լրջորեն, ամբողջ մտքով և հոգով։ Ասմա ոչ քուն, ոչ արթուն քանց երազի մեջ, մի աչ ձերք գրեց հայոց այբենի տառերը և բացատրեց դրանց հանգամանքները։ Բացի են, որ տառ ա գրվել, իսկ դրանք գաղափարագրեր են, տառեր չեն։ Ինքը բացատրել է այսպեսի սենց գեղեցիկ պոետիկ նկարագրություն, բայց ժայռապատկերները հենց դա են։ Թե ուշադիր նայեք, թե մատով մենք կարողանանք քարի վրա գրենք, այդպիսի արդյունք կստացվեր։ Ես ձեզ կարող եմ հիմա ցույց տալ օրինակի համար մեր նշանավոր Սուրեն Պետրոսյանի հայկական ժայռապատկերներ գրքի մի հատված, որտեղ ցույց է տալիս այստեղ եւ այստեղ երկու աղյուսակներում հայրենը եւ հունարեն գրերի նախատիպերը գտնված հայկական ժայռապատկերներում։
Բայց այս գրերը ինչ են եղել, ինչ իմաստ են ունեցել, ինչ նշանակություն են ունեցել, մենք չենք կարող ոչինչ ասել։ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է Օշական գյուղում։ Այն կարծես մի ինքնատիպ ուխտատեղի է դարձել հայերիս համար։ Գյուղ Օշական, Արագածոտնի մարզ։ Գյուղում և հարակից տարածքներում կան մի քանի պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ։ Դրանցից ամենահայտնին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանն է, որի վրա հետագայում կառուցվել է եկեղեցի։ Յուրաքանչյուր մանկավարժ պատկն է համարում իր սաներին գոնե մեկ անգամ այստեղ բերելը։ Ավելի քան 1600 տարի մենք օգտագործում ենք Մաշտոցյան այբուբենը։ 21-րդ դարում մենք Մաշտոցի հիմնադրած մշակութային քաղաքակրթության կրողներն ու շարունակողներն ենք։ Ով էր Մեսրոպ Մաշտոցը, ում հաջողվեց ստեղծել այդպիսի կուռ համակարգ, եւ արդյոք մենք ամեն ինչ գիտենք մեր այբուբենի մասին։ Իրար հետ կապ չունեցող եւ իրար չճանաչող ուսումնասիրողներ պնդում են, Արարչի ձեռքը Մաշտոցին պարգևեց ավելի քան պարզապես տառաձևեր ու հերթականություն։ Հայոց այբուբենում կոդավորված է հսկայական տեղեկատվություն։ Մեր ժայռապատկերներում շատ կան սիմվոլներ, որոնք նման են տառերի, կան նաև, որ նման են հայկական տառերի։ Սակայն մենք անդրադառնում ենք ժայռապատկերներին ոչ միայն որպես հավանական նախագրային տիպերի, այլև որպես նախնադարյան քաղաքակրթության անհերքելի վկայությունների։ Նախամաշտոցյան քաղաքակրթության փնտրտուքները մեզ բերեցին Հոռոմի բրոնզեդարյան հնավայր, ժայռափոր գրանման նշանների մոտ։ Ըստ պատմաբան Արտակ Մովսիսյանի, մինչ այբուբենի գյուտը հայերը տարբեր ժամանակներում օգտագործել են ընդհանուր առմամբ 12 գրային համակարգեր։ Այդ 12-ի մեջ են դասում նաև քարերի վրա արված փորվածքները, որոնք նաև հսկայանշաններ են կոչվում։ Մենք գտնվում ենք Հոռոմ գյուղի մոտ, բրոնզեդարյան ամրոցի տարածքում, այն իր ահռելի չափերով, եթե նայեք շուրջը, հսկայական տարածք է։ Այստեղ են գտնվում Արտակ Մովսիսյանի կողմից ուսումնասիրված ակոսագրերը։ Վերջապես բրոնզեդարյան, ուշ բրոնզեդարյան, ուրարտական շրջանի ամրոցներով լի այս տարածքում մենք գտանք ըստ Արտակ Մովսիսյանի այն հսկայանշանները, որոնք իսկապես հանելուկային են։ Թեև Հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ինձ ասաց, որ սրանք փայտը կռելու ծռելու համար են։ Միևնույն է, ապշեցուցիչ է, թե այն ժամանակվա գործիքներով ինչ հսկայական աշխատանք են կատարել։ Եվ տեսեք խորությունը։ Այդ ձեռքս ամբողջապես մտնում է այս ակոսի մեջ։ Քարերի վրա արված ու դեռևս բացատրություն չունեցող պատկերներ գտնվել են աշխարհի տարբեր մայրցամաքներում, իսկ այսպիսի ակոսապատկերներ եւ հսկայանշաններ շատ կան Արևմտյան Հայաստանում, մոտ 8 հնավայրերում։ Այս նկարը պատկերում է ներկայիս Դելիչայ գյուղի մոտ հայտնաբերված կլոր ակոսապատկերը։
Այս նշանները սփռված հայկական լեռնաշխարհում եւ երկրագնդով մեկ վկայում են զարմանալի քաղաքակրթության գոյության մասին։ Թե հսկայանշաններ ասենք, թե փայտը ծռելու կռելու հարմարանք ասենք, այդ քարի կողքին կա մի այլ քար, որը պարզ երևում է, որ այսպես կտրված է։ Տեսեք ուղղանկյուն է ստացված։ Ինչպես են կտրել այս քարը։ Տեսեք ինչ զարմանալի փորվածքներ ունեն այս քարերը եւ ինչ գործիքներով են այդ փորվածքները ստացել, նայեք ինչ խորություններ են, ինչ ահռելի աշխատանք է, չէ որ այն ժամանակ չկային էլեկտրական գործիքներ, իսկ բրոնզեդարյան ժամանակում երկաթ էլ չկար։ Միգուցե սա նաև վկայում է հսկա մարդկանց մասին, ովքեր կարող էին այսպիսի մեգալիթյան կոթողներ ստեղծել եւ նման նշաններ թողնել, որոնց ի դեպ հաճախ կիկլոպյան են անվանում նկատի ունենալով առասպելական կիկլոպներին, որոնք հսկաներ էին։ Սակայն պաշտոնական գիտությունը նման ենթադրությունները նույնպես առասպելներ է համարում, իսկ մենք դեռևս բավականաչափ հիմքեր չունենք շեղվելու գիտական տեսակետից։ Առասպելը առասպել, հեքիաթն էլ հեքիաթ, բայց հնագիտական գտածոները փաստացի բացատրություններ են պահանջում։ Զարմանալի է, բայց այդ հարցում մեզ կարող է օգնել մեր այբուբենը։ Բացատրությունն այն չէ, որ ժայռապատկերների սիմվոլները նմանեցվում են այբենական տառերին, այլ այն, որ մեր այբուբենը խոսում է գիտելիքների այն հսկայական պաշարի մասին, որին տիրապետել են ակոսագրեր, քարաունջ կամ վիշապաքարեր ստեղծած քաղաքակրթության ներկայացուցիչները։ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին ռուսական տիեզերանավը անձնակազմի 3 անդամների հետ միասին իր հետ տարավ հայոց այբուբենը։ Այն պետք է 3 շաբաթ մնար այնտեղ, այնուհետ ետ բերվեր Էջմիածին։ Հայաստանը եւ հայկական մշակույթը իսկապես կազմում է համաշխարհային մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկը, կարևոր տարրը եւ իր որոշակի տեղն ու դերն ունի եւ մշակույթների զարգացման եւ քաղաքակրթությունների զարգացման գործում։ Գաղափարի հեղինակներից մեկը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովն էր։ Հարցին, թե որն էր գաղափարի էությունը, նա պատասխանել էր. հայկական ու ռուսական կողմերը գիտակցում էին, որ սա կդառնա համաշխարհային քաղաքակրթության համար մեծ իրադարձություն։ Սակայն ինչ կապ ունի հայոց այբուբենը համաշխարհային քաղաքակրթության հետ։ Յուրաքանչյուր հայ մարդ գիտի Մեսրոպ Մաշտոցի անունը։ Նա ոչ միայն հայոց այբուբենի ստեղծողն է, այլև հայկական մշակութակենտրոն քաղաքակրթության հիմնադիրը։ Մենք գիտենք, որ տառերը ստեղծելու համար նա մեկնել է ճանապարհորդության։ Պաշտոնական վարկածն ասում է, որ նա ցանկանում էր ուսումնասիրել տարածաշրջանի այբուբենները եւ դրանք սինթեզելով ստեղծել նորը։ Ըստ ամենատարածված, ընդունված վարկածի մինչև 405 թվականը մենք այբուբեն չենք ունեցել։ Մաշտոցը 405 թվականին ստեղծել է 0-ից եւ մենք մինչ օրս օգտվում ենք։ Բայց Մաշտոցը բառեր չի հորինել, լեզու չի ստեղծել, հա, նա աշխատում էր այբուբենի հետ։ Սակայն Մաշտոցը տիրապետում էր թե հունարենին, թե ասորերենին եւ կարիք չկար այբուբեններն ուսումնասիրելու համար ճանապարհորդել։ Ապա ինչ է փնտրում Մաշտոցը եւ ինչ գտավ Եդեսիայում, այնտեղ, որտեղ գտնվում էր աշխարհի այն ժամանակվա ամենահին ու հարուստ գրադարանը։ Այն դրույթը, որ ինքը Մեսրոպ Մաշտոցը փաստել է, որ երազի միջոցով է տեսել, արդեն ասում է այն մասին, որ նա չի ասում, ես հնարել եմ, օրինել եմ, նստել եմ շո նշաններ եմ մտածել, հա։ Չէ, նշաններ չի մտածել։
ուրեմն ստացվել է այդ ինֆորմացիան, ինչքան էլ նա կորած։ Հիմա մենք ման են գալիս, թե որտեղից է գտել, չեն գտնում, գտել է, չի գտել, որտեղ մտածում ենք, որ չէ, ամենայն դեպս այսպիսի զարգացված լեզու այդ դարաշրջանում չէր կարող տառային համակարգ չունենալ։ Այն, որ 5-րդ դարից հետո, Մեսրոպ Մաշտոցից հետո մեր գրային համակարգը դարձավ գրականության մակարդակի գրային համակարգ, սա արդեն ամբողջովին այլ խնդիր է։ Մաշտոցը կարող է ստեղծել տարերի գրաֆիկան, հա, բայց նա գործ ուներ մաթեմատիկական համակարգի հետ, շատ խիստ համակարգ, 36 տառ, եւ տարերի հերթականությունը հենց դա պետք է լիներ։ Բազմաթիվ օտարերկրյա ուսումնասիրողներ հայոց այբուբենը գլուխգործոց են համարել, իսկ Վիկտոր Հյուգոն ասում էր, որ հայերենի մեջ տեսնում է անցյալի խորհրդավոր նշույլի շողարցակումը։ Շատերն են զգացել մեր այբուբենի աստվածային լինելը։ Աստվածային ասելով ես հասկանում եմ այն, ինչի չի ստեղծել մարդը կամ մարդկային բանականությունը։ Մեսրոպին ականհայտ տրվել է Աստծո հավաքական խոսքը։ Եվ ես համարում եմ, որ մեր այբուբենը, Մեսրոպյան այբուբենը, դա Աստծո ուղերձն է համայն մարդկությանը, մեր միջոցով։ 18-րդ դարի հայտնի նկարիչ Ջովանի Տիոպոլոն Վյուրցբուրգի արքեպիսկոպոսական նստավայրի պատերը նկարազարդելիս պատկերել է 4 մայրցամաքները իրենց խորհրդանիշերով։ Որպես Ասիա մայրցամաքի խորհրդանիշ, Ջովանին ընտրել է Մեսրոպ Մաշտոցին եւ իր այբուբենը։ Ինչու պետք է մեծանուն նկարիչը քաղաքակրթությունների օրրան համարվող Ասիա մայրցամաքը ներկայացներ իդեմս Մաշտոցի եւ նրա ստեղծած այբուբենի։ Արևելքում ընդհանրապես Հայաստանը եւ հայ ժողովուրդը միշտ հայտնի են եղել որպես աստվածների երկիր, այդ գաղափարը մենք հանդիպում ենք թե շումերների մոտ, թե աքադական տարբերակում եւ թե հանդիպում ենք Բերոսոսի գրքի մեջ, երբ որ նրա հերոսը Քսիսուդրոսը պիտի նավ նստեր ջրհեղեղից ազատվելու եւ հարցնում է Աստծուն, ուր պիտի գնամ ես։ Եվ Աստված նրան ասում է գնալու ես աստվածների մոտ։ Եվ երբ որ ասում է նա նավից իջավ եւ հարցրեց որտեղ եմ ես, աստվածները նրան ասեցին դու Հայաստանում ես։ Օրինակ մայաների մոտ ուրեմն վերակոչան իրենց քաղաքակրթողը գալիս է իրենց երկիր, այնտեղ նույնիսկ գրված է որ նավով են գալիս, բայց գլխավոր որ նա սպիտակ մարդ է եղել։ Նմանատիպ ունեն ացտեկները, նրանց մոտ արդեն անունը Կեցալկոատլ է, այդ քաղաքակրթողի, բայց նույնությունը նա է, որ նա նույնպես սպիտակ է եղել, այսպես ասած, դալուկ մաշկով, այո։ Հիմա եթե գալիս ենք Եգիպտոս, Եգիպտոսում նույն պատմությունն է, երբ Ասիրիսը գալիս է, Օսիրիսը, այո, հարավ արևելքից, ուրեմն նա նույնպես սպիտակ է եղել։ Հիմա որտեղից են գալիս նրանք, ուրեմն այնտեղ ասում են Արարվան, ուրեմն երկրից, վայրից, Արարման, место творения։ Մխիթարյան միաբանության անդամ ու պատմաբան Միքայել Չամչյանն ասում էր, որ Ադամն Աստծո հետ դրախտում խոսում էր հայերեն լեզվով, այնուհետև սկսած բաբելոնյան աշտարակափլուզումից ստեղծվում են այլ լեզուներ։ Արդյոք Չամչյանը նկատի ուներ, որ հայերենը նախաստեղծ լեզու է։ Աշխարհի տարբեր ժողովուրդների բազմաթիվ առասպելներ պատմում են համաշխարհային ջրհեղեղի մասին, որից ընդամենը մեկ ընտանիք փրկվեց։ Հասկանալի է, որ նման գլոբալ բնական աղետի պատմությունը չէր կարող միայն աստվածաշնչում տեղ գտնել։ Նոյի սերունդները ամենատարբեր պատմություններում գրի են առել այն։ Հասկանալի է նաև, որ ջրհեղեղը կործանում է ոչ միայն մարդկանց, այլև նրանց ստեղծած հսկայական քաղաքակրթությունը։ Իսկ միգուցե այն գերմարտկային քաղաքակրթությունը հենց մինչ ջրհեղեղյան քաղաքակրթությունն է, որի միայն պատառիկներն են մնացել ավերվելով ջրհեղեղից։ Եվ գուցե խորհուրդ ունի այն, որ տապանը կանգ առավ Արարատյան լեռներում, կարծես ցույց տալով, թե որտեղից պետք է շարունակվի մարդկությունը եւ կորսված գիտելիքը։
Ամբողջ մոլորակում ուրեմն եղել է մի քաղաքակրթություն բարձրագույն զարգացվածության եւ ինչ որ կործանում է եղել ջրհեղեղ, առանցքի ուրեմն շեղում եւ այլն տարբեր վերսիաներ վարկածներ կան։ Այն քաղաքակրթությունը, որի թորն ու ծորն ենք մենք, հա, ես չեմ կարող ասել դա որերորդ քաղաքակրթությունն է երկրագնդի վրա եղել, բայց նա սկսվել է որոշակի գիտելիքների պաշարով, որը կամ ժառանգություն է մնացել նախորդ քաղաքակրթությունից, կամ տրվել է ինչ-որ այլ ուժերի կողմից։ Որ հզոր է հայոց Այբուբենը, դա երկրորդ կասկածը չկա։ Մենք այդ գիտելիքները երբ որ ետ կբերենք մեզ, մենք կարող ենք անդրադառնալ նոր այն ժամանակ կհասկանանք, թե ասենք հիմա մենք ինչ գիտենք, որ հաճախականությունն է, ասենք գրավիտացիա խախտում։ Որպեսզի Մեսրոպյան ուրեմն թվային համակարգով գտնենք այդ, չգիտենք մենք հիմա։ Այբուբենում կա եռանկյունների, եռանկյունաչափության բոլոր հիմունքներն ու բոլոր օրենքները։ Այբենի մեջ օրինակ միջուկային ֆիզիկայի օրենքները կատարված, գենետիկայի կոդերը, ամինոթթուների քանակը, գենետիկայի այբենն է հանդիսանում։ Այբուբենում կա էլեկտրոնիկայի հիմք հանդիսացող սինուսոիդների տեսակները։ Ինչպես կարող էր Մաշտոցը, ասենք դարում իմանալ, որ պիտի լինի օսցիլոգրաֆ, օսցիլոգրամա եւ նրանք ունեն կարեւորագույն նշանակություններ։ Հիմա մենք մեր Այբուբենը վերցնենք ու եւ քննության ենթարկենք։ Ուրեմն առաջի տառը ո՞րն է։ Առաջի տառը ան է, վերջի տառը քն է։ Ուրեմն a-ից k 36 է։ Տեզերական 36 ստացանք այդ համակարգը։ Հիմա հաջորդը a տառը վերցնում ենք եւ ստանում ենք շատ հասարակ գործողություն ենք հիմա անելու։ Վերցնելու ենք, գտնելու ենք այն բառարմատը, որը ամենաշատն է արտահայտված հայոց լեզվի մեջ։ Յուրաքանչյուր հայ կասի, որ դա ար բառարմատն է, ան առաջին, ռեն 32, այո, ուրեմն թվագրաբանական պրոգրեսիայի ուրեմն կանոններով 1 անգամ 3, 3 անգամ 2 ստացվում է 6։ 6-ը դա մի համակարգ է, որը թույլ է տալիս մարդուն ժամանակ հաշվել։ 60-ական համակարգը ստացվում է 6-ով։ 6, 12, 36, 360 եւ 3600։ Սա տեզերակարգի բոլոր թվերը մենք արարի մեջ ուրեմն ստացանք եւ մեզ օգնեց Մեսրոպյան ուրեմն համակարգը։ Այբուբենում թաքնագրվածության հիմքում դրված են խմբավորումները։ Օրինակ խմբավորման ամենասկիզբնական մեթոդը, ասենք, խմբավորենք ըստ հնչյունների հնչողության։ Ակնհայտ է, որ B, P եւ P հնչյունները զգացողությամբ են հասկանում, որ սա նույն հնչյունի տարատեսակներ են։ Երբ մենք Այբուբենը տեղադրեցինք եռանկյան մեջ, մենք ստանում ենք հավասարակողմ եռանկյունի, որը ունի 7 միավոր կողմեր, C, C, C։ Միացնում ենք այդ կետերը իրար, մենք ստանում ենք հավասարակողմ եռանկյունի, որի կողմը հավասար է արմատ 7 միավորի։ Որպես մակերեսի միավոր վերցնենք 1 եռանկյունին, որը մենք ունենք սկիզբը, A, B, G եռանկյունին, տեսնում ենք, որ բոլոր 5 եռանկյունիներն էլ լինում են ամբողջական թվեր եւ ստացվում են այս, ասենք, ՑՑ եռանկյունին 7 ABG եռանկյունն է հավասար։ GKK, որը թվում էր թե եռանկյունի չի, բարձր սա եռանկյունիների կոմպլեկտ է, որը խոսում է եւ ժամանակի եւ հարաբերության մասին, որոնց հարաբերությունը մեկի մյուսի նկատմամբ եղավ 12 24 36։ Պիտի ասեմ, որ 12 24 36 սրանք կապված են ամբողջի կամ ժամանակի հետ։ Այն լեզուն, որ մենք անվանում ենք հայերեն, այսօր միգուցե դա եղել է ուղղակի ընդհանուր ինչ-որ լեզու։ Եվ Այբուբենը չի եղել բուն հայերի համար կամ հայոց լեզվի համար Այբուբեն։ Դա եղել է մեկ համակարգ, որը արտացոլել է այն լեզուն, որով խոսացել է։ Հիմա այլ ճշմարտություններ եւ շատ մեծ ճշմարտություններ կան մեր Այբուբենի մեջ, բայց բանը նրանումն է, որ դեռևս մեր գիտակցության մեջ գիտություններ եւ ճշմարտություններ կան, որ չեն երևակվել։ Այսինքն չեն մտել մեր գիտակցություն։ Հիմա այդ քարը ո՞նց են կտրել։ Կամ այդ գրավիտացիան ո՞նց են ժամանակին խախտել։ Նա փնտրում էր այդ համակարգը, դա մաթեմատիկա է։ Նա պիտի հասկանար։ Նա պիտի հասկանար, թե ինչ ա եղել, որպեսզի ստեղծի նորը։
կամ վերականգնի։ Որքան էլ շատ լինեն առեղծվածները մեր այբուբենում, որքան էլ այդ հարցերում կարծիքները միմյանց հակասեն, մի հարցում բոլոր հայերս համամիտ ենք։ Այբուբենը մեր ինքնության կոդն է եւ լավագույնս է արտահայտել ու արտահայտում մեր ազգային մտածելակերպը։ Զարմանալի եւ խորհրդավոր գտածոներ հնագիտական ողջ աշխարհի համար։ Խորհրդավոր արձանիկներ, Արգիշտի առաջինի կողմից գրված նվաճողական սեպագիր արձանագրություն, սակայն ուրարտական մշակույթի ոչ մի հետք։ Այն անցած դարի կեսերին իր վրա հրավիրեց ողջ խորհրդային միության հնագետների ուշադրությունը։ Այս ամենի պատճառը դեռևս անհայտ բնակատեղի ավերակներն են։